Ղարաբաղից տեղահանված 790 ընտանիք արդեն հաստատվել է Կոտայքում։ Պետական հավաստագրով ամենաշատն այս մարզն են մարդիկ ընտրում տուն գնել, կառուցելու համար։ Անշարժ գույք ձեռք բերելու ամենացածր ցուցանիշը այս պահի դրությամբ Վայոց ձորում է։ Բնակարանային խնդրի լուծման բարդությունները կարգավորելու նպատակով կառավարությունը նորից մի շարք փոփոխություններով լրացրել է պետաջակցության ծրագիրը։ Շահառուներին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Որոշումներից մեկն օրինակ վերաբերում է բազաներում երեխայի տվյալների բացակայության պատճառով դիմումի մերժմանը, որն այսուհետև կբավարարվի։ Եթե ունենք մինչև 6 տարեկան երեխա, ում 6 տարին լրացած չի եղել տեղահանության օրվա դրությամբ, եւ ընտանիքի մյուս բոլոր անդամների մոտ ամեն ինչ նորմալ է տվյալներում, երեխան ավտոմատ կհամարվի շահառու եւ դիմումը այլևս չի մերժվի։ Այսուհետև չի մերժվի նաև անչափահաս երեխա ունեցող ամուսնալուծված հայրիկի դիմումը պայմանով, որ երեխայի բաժին հավաստագիրը ստանում է փոքրիկի խնամքը ստանձնած մայրիկը։ Մեկ այլ փոփոխությամբ դրական մնացորդից կթույլատրվի ստանալ վերանորոգման երկրորդ վարկ, կամ եթե տունը նորոգելու կարիք չունի, սենյակ ավելացնել, լրացուցիչ հարկ կամ բակում որևէ օժանդակ շինություն կառուցել, թվարկում է Գայանե Ղարագյոզյանը։ Այն մարդիկ, ովքեր ձեռք են բերել անհատական բնակելի տուն եւ ցանկանում են այն վերակառուցել կամ մեր տարածքում որևէ նոր շինություն կառուցել, արդեն կարող են դիմել ֆինանսական կազմակերպություն, այն նույն բանկը, որտեղ իրացրել են հավաստագիրը, եւ ստանալ վերանորոգման վարկ։ Վարկ ասածն այս դեպքում շահառուի վրա ֆինանսական որևէ բեռ չի դնում, ամբողջ գումարը տոկոսներով հանդերձ պետությունն է վճարելու։ Մեկ այլ նորույթ հնարավոր կլինի միավորել հավաստագիրը։ Ընտանիքի ոչ ավելի քան 2 անդամը կարող են հետո վերցնել իրենց բաժին գումարն ու փողն օգտագործել որպես դրական մնացորդ։ Շահառուների բողոքին, թե անշարժ գույքն այնքան է թանկացել, գումարը չի հերիքում տուն գնելուն, ծրագիրը դրական մնացորդը ծախսել է առաջարկում, պատասխանատուները վիճակագրություն են ներկայացնում, համաձայն որի 1014 ընտանիք դրական մնացորդ է ունեցել, ընտրելով ոչ թե Երևանի, այլ մարզերի համեմատաբար էժան բնակարանները։ Նրանցից 657 ընտանիքն արդեն իսկ վերանորոգման վարկ է ձևակերպել, 680-ը կահույք ու կենցաղային տեխնիկա առել, 46 ընտանիք գյուղատնտեսական հող։ Ծրագրից օգտվողների ընդհանուր պատկերն այս պահին այսպիսին է։ Այս պահի դրությամբ մենք ունենք 6911 ընտանիք, ովքեր ստացել են հավաստագիր, դա շուրջ 28441 անձի մասին է խոսքը, եւ նրանցից 3254-ը, շուրջ 15000 անձ իրացրել է հավաստագիրը տարբեր 3 բաղադրիչներով, 2994-ը նախընտրել են ձեռքբերումը, 41 ընտանիք ներկայում գտնվում է կառուցապատման փուլում եւ 219 ընտանիք իրեն հասանելիք աջակցությունը ուղղել է մինչ ծրագրի մեկնարկը արդեն իսկ ձեռքբերված հիփոթեկային վարկի մայրգումարի մարմանը։ Բնակարանային ապահովման այս աջակցության համար տեղահանված մեր հայրենակիցները դիմել կարող են մինչև 2027-ի ստացած հավաստագրով տուն ձեռք բերել մինչև 28 թվականի վերջ։ Ֆինանսական բնույթի վերանայում ծրագիրը չի նախատեսում։ Էրմինե Բաղդասարյան, լուրեր։